Բարի երեկո բոլորիդ, ուզում եմ վերջին 2 օրերի իրադարձությունները փոքրիկ այսպես ամփոփիչ վերլուծությունով ներկայացնել, որովհետև ինձ թվում է մենք ավելի արագընթաց զարգացումների ականատես ենք դառնալու, հատկապես Մերձավոր Արևելքում։ Սկզբում ուզում եմ այսպես շարունակել Վենեսուելայի հետ կատարվողի թեման, որովհետև գնալով ավելի են շատանում այն հրապարակումները, ըստ որի ներկայացվում է հղումներ անելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց Սպիտակ տան ինչ-որ ներկայացուցիչների, հատկապես բրիտանական մամուլում, նաև ամերիկյան մամուլում, որ Տրամպի վարչակազմը չի ունեցել եւ չունի կոնկրետ ռազմավարություն, թե ինչպես է կառավարելու Վենեսուելան եւ ամեն օրվա ընթացող իրադարձությունների հիման վրա ինչ հայտարարություններ են կատարում, որ իբրև թե իրենք ինչ-որ կոմիտե են կազմում, ինչ-որ անձինք, ինչ-որ այսպես Վենեսուելան կառավարելու թիմ են կազմում միասին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը, Ռուբիոյի հետ միասին, Վենսի հետ միասին, ինչ-որ այլ անձանց հետ միասին, սակայն բուն վայրերից, որտեղ որ կոնֆլիկտ է անընդհատ այսպես հրահրվում, մենք այլ որակի նորություններ ենք ունենում։ Օրինակ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը շատ հետաքրքիր հայտարարություններ է արել, թե երեք թե այսօր, երեք հատկապես նա հայտարարություն էր արել, որ Վենեսուելան դա պատերազմող պետություն չէ, դա խաղաղության կողմնակից երկիր է եւ ցանկացած կողմի հետ պատրաստ է համագործակցել միջազգային իրավունքի նորմերին համաձայն։ Եվ ինչպես տեսնում եք, միջազգային նորմերին համաձայն արտահայտությանը հղում են անում նաև Եվրոմիությունից, հղում են անում Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Չինաստանից, բոլոր կողմերից եւ այսպես տարածված է, հատկապես կարող եմ ասել հետ խորհրդային տիրույթում, նաև որոշակի ռուսական սոցցանցային տիրույթում, ասել դե տեսնում եք իրանք թքած ունեն միջազգային իրավունքի վրա, տեսեք իրենք ինչպես են աշխատում, մարդկան նույնիսկ գրում է, որ իբրև թե այդպես Տրամպը հերոսություն արեց, եւ Տրամպը միևնույն ժամանակ փնտրում է ինչ-որ իրավական նորմեր որպեսի հիմնավորի եւ որպես հիմնավորում Մոնրոյի դոկտրինը 200 տարի առաջվանից մնացած ամբողջ փոշին թափ տալով վերածնում է եւ վերակնքում է Մոնրո դոկտրինը, դարձնում է Դոնրո դոկտրին, այսինքն այս պատմության մեջ եւ ոչ միայն այս իրավական հիմքերն են կարեւոր եւ Միացյալ Նահանգները անընդհատ միջազգային իրավունքի նորմերից հեռանում է շատ մեծ քայլերով եւ երեք գիշեր հայտարարություններ հրապարակել Տրամպը եւ համապատասխան քայլեր է ձեռնարկել մոտ 66 միջազգային համաձայնագրերից դուրս է բերել ԱՄՆ-ին, ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություններից, որտեղ ԱՄՆ ունի պարտավորվածություններ դուրս է բերել եւ անընդհատ իր թիմը, ինչպես եւ նշել էի, շեշտում է, որ արևմտյան կիսագունդը իրենց է պատկանում, դա տեղին կլիներ եւ այդ մյուս բոլոր արգումենտները ըստ որի կիսվում են իրար մեջ Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ ինչ որ կիսագնդերով դու վերցրու սա, ես վերցնեմ նա եւ նա վերցնեմ նա, իմ գնահատմամբ, իմ ամբողջ ընթերցածի ստացված տեղեկությունների ամփոփումը նա է, որ նման բան չկա, որ դա հերթական մի նարատիվ է, որի հետևում շատ լուրջ ռազմավարություն է, ԱՄՆ խորհրդային պետության կողմից, դրանք ուժային կառույցներն են, դրանք կորպորատիվ եւ օլիգարխիկ շրջանակներն են, որոնք քաղաքական թիմերի հովանի են հանդիսանում եւ ընդհանուր կետ ունեն իրենց նշաձողում գեոքաղաքական գլոբալ, ըստ որի պետք է ԱՄՆ լինի հեգեմոն, միակ հեգեմոն ամբողջ աշխարհում եւ որևէ մեկի հետ չի պատրաստվում կիսվել իշխանություն եւ ըստ այդ աշխարհը ինչ որ մասերի բաժանելու վերաբերյալ պայմանավորվածության հղում անելով լինի դա ռուսական մամուլում հատկապես Կիրիլ Դմիտրիևի վարած բանակցությունների գծի մեջ գտնվող դաշտում, լինի դա ԱՄՆ-ում, որ իբրև թե այդ նարատիվն են սնում, որ ԱՄՆ Ռուսաստանը միասին Եվրոպային ինչ-որ բան են շուտով ապացուցելու, դա ուղղակի արհեստական շղարշ է, որի հետևում ուղղակի բաժանիր որ տիրեսի քաղաքականություն է, ըստ որի այս ամենը, որ կատարվեց Վենեսուելայում, դա բաց սպառնալիք է ընկալվում համապատասխան կառույցների կողմից, լինի Իրանում, Չինաստանում, թե Ռուսաստանի Դաշնությունում եւ մնացած երկրներում, ինչու՞ չէ, հենց իրենց դեմ ուղղված, որ ձեր դեմ էլ սա կարող է լինել եւ շեշտեմ, որ Վենեսուելայում տեղ ունեցած
իրադարձություններից ընդամենը օրեր առաջ դրոնային հարձակում էր եղել Պուտինի ռեզիդենցիայի դեմ, արդեն կարևորել չէ նույնիսկ նա այնտեղ էր գտնվում թե ոչ, բայց կարևոր էր, որ ռուսական հետախուզությունը ոչ միայն աշխատում էր, այլ շատ կոշտ պատասխան տվեց ամերիկյան կողմին, անհերքելի ապացույցներ ներկայացրեց, ԱՄՆ-ը ասաց, որ Տրամպի շուրթերով, որ նման բան չի եղել, որևէ նման նախաձեռնություն եւ այլն, որ տեղյակ չէ ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունում դրան համաձայն չեն։ Վենեսուելայում ի տարբերություն հետ խորհրդային տիրույթի քաղաքացիների ինչ որ այսպես հայտարարությունների եւ այլն, Վենեսուելան այսօր հանձին իր ժամանակավոր պաշտոնակատար նախագահի Դելսի Ռոդրիգեսի շատ հետաքրքիր հայտարարություն արեց, որ միշտ էլ գլոբալ հյուսիսը ցանկացել է, որպեսի Վենեսուելայի ամենակարևոր հարստությունը, նավթը, հոսի դեպի հյուսիսային էներգետիկ հանգույց Եվ դա է պատճառը եղել, որ Վենեսուելան միշտ խնդիրների մեջ է եղել եւ խնդիրները բնականաբար ԱՄՆ-ի կողմից հաստատված սանկցիաներն են եղել եւ դրան էլ է հղումանում Ռոդրիգեսը ասում է, որ Վենեսուելան բաց է համագործակցության, որ տնտեսական էքսպորտի 71 որ Վենեսուելայի տնտեսության 71% դա առևտրային էքսպորտն է, այդ էքսպորտի 27% կազմում է դեպի ԱՄՆ-ի հետ ունեցած տնտեսական փոխհարաբերությունները եւ որ Վենեսուելան երբեք որևէ մեկին որևէ բան չի արգելել, այլ իրեն են արգելել եւ իր դրան նախորդ օրը կատարած հայտարարությունը, որ մենք խաղաղ երկիր ենք, մենք պատերազմի մեջ գտնվող երկիր չենք, նա այսօր պարզաբանում տվեց, ասելով, որ այո, մենք պատերազմի մեջ չենք գտնվում, Վենեսուելան միշտ խաղաղության կողմնակից երկիր է եղել, այլ բան, որ նրանք ովքեր սանկցիաների լեզվով են մեզ հետ խոսել եւ հանդիսանում են միջուկային պետություն, մեր դեմ հարձակում են կատարել դրա մեջ շատ մեծ տարբերություն կա, այսինքն ինքը իր խոսքի մեջ հողում կային հանգամանքին, որ պատերազմի մեջ գտնվում են երկու հավասար կողմեր, երկու կողմեր իրար ինչ որ պատերազմ են հայտարարել։ Այստեղ կա ագրեսոր պետություն եւ նա ագրեսիա բառը օգտագործում է, ագրեսոր կողմը միջուկային զենք ունեցող պետություն է, որը հարձակվել է իր վրա, որովհետեւ պարզապես ցանկանում է տիրանալ նրա նավթային ռեսուրսներին։ Տրամպի վարչակազմը իր հերթին ամբողջ գիշեր եւ այսօր էլ շարունակում է հայտարարություններ անել, որ ամերիկյան կորպորացիաները նավթային գտնվում են ինչ-ինչ բանակցությունների մեջ միջնորդավորված ԱՄՆ էներգետիկ նախարարությամբ, որպեսի ի վերջո Վենեսուելայի նավթը գնա միայն ԱՄՆ եւ որ ներկայացնում է Տրամպի վարչակազմը հետարքիր այսպես մարքեթինգային իրեն հատուկ տակտիկայով, այսպես reality TV show-ի կարգավիճակի ուժգնությամբ եւ այսպես ինքնավստահությամբ, կարելի ասել ինքնագլուխ գովանությամբ, որ ուրիշ ձև հնարավոր չի որ լինի, որ այդ նավթը գալու է ԱՄՆ ինքը կորոշի որտեղ եւ ինչպես վաճառվի այդ նավթը, դրանից ստացած եկամուտը ինքը կորոշի ինչպես է տալու Վենեսուելային եւ այդ ստացած գումարից Վենեսուելան պարտավոր է լինելու իր բոլոր կարիքները հոգալ միայն ԱՄՆ-ից ինչ որ ապրանքատեսակներ առնելով, բացառապես ԱՄՆ-ից առնել գնումները կատարելով ԱՄՆ-ից, այնտեղ դեղորայքների մասին է խոսում, սննդի հետ կապված այլ որակի քիմարդյունաբերության ոլորտի մասին է խոսքը գնում եւ այլն, մի խոսքով ամեն ինչ Վենեսուելան մեզնից է գնելու եւ ի վերջո Վենսի հայտարարությունը, որ Վենեսուելան միմիայն իր առևտուրը կիրականացնի, արտաքին տնտեսական գործունեությունը կիրականացնի այնքանով, որքանով, որ դա կհամապատասխանի ԱՄՆ, բացառապես ԱՄՆ ազգային շահերին։ Այսինքն այստեղ ԱՄՆ շարունակում է, ինչպես որ խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, շարունակում է դրանք խախտելու գծով առաջ գնալ, միաժամանակ ինքն իրեն ճակերտավոր ապահովելով դուրս գալով միջազգային համաձայնագրերից, միջազգային կառույցներից եւ ներկայացնելով, որ դա հաղթանակ է եւ որ Վենեսուելան Վենեսուելայի ներկայիս իշխանությունները որևէ հակաճառություն չեն ներկայացնելու, նրանք ամբողջապես համաձայն են, իրենք կապի մեջ են գտնվում, նրանք միշտ դա են ասում, որ իրենց այսպես իբրև թե ասում են Ռոդրիգեսը կամ մեկ այլ նախարար կառավարության կապի մեջ գտնվելով ԱՄՆ համապատասխան պաշտոնատար անձի հետ միանգամայն այլ բան է ասում, քան իրենց հանրային հայտարարություններում եւ ինչը որ այն գլխավոր դասը որ վերցվել է ԱՄՆ-ի նման գործելակերպից, դա ոչ միայն նրանց անկանխագուշակելիությունն է ապուշության մակարդակի հասնող, այլ նաեւ այն հանգամանքը, որ նրանց որևէ խոսքի որևէ մեկը այլևս չի հավատում, նրանք բանակցային որևէ ուժ չեն ունենալու եւ այդ մասին են գուժում շատ գրագետ
այդ կերպով Ջեֆրի Սաքսը, Դագլաս Մակգրեգորը, Լարի Ջոնսոնը եւ շատ ուրիշներ, ուղղակի այս երեքը նախապես էին այս գնահատականները տվել եւ նրանց գնահատականներով տեղ ունեցան որոշակի իրադարձություններ եւ նրանք շատ այսպես ավելի թիրախային ու ճիշտ ԱՄՆ-ի ժողովրդավարության պահպանման, սահմանադրական կարգի պահպանման տեսանկյունից են ներկայացնում իրենց վերլուծությունները։ Այդ իսկ պատճառով նրանք շատ ճիշտ բնորոշումներ են կարողանում տալ այն հանգամանքին, որ որքան էլ որ Տրամպը այդպիսի կոչեր հայտարարություններ անի, միևնույն է նա չի կարող այսպես ներկայացնել, որ որևէ խնդիր չկա եւ ամեն ինչ արված է եւ անընդհատ մեկ կողմ մղելով ներքաղաքական դաշտում արդեն դեմոկրատների միջոցով, ոչ թե դեմոկրատների ստեղծած ինչ որ նախադրյալներն են հանրապետականների դեմ միջանկյալ ընտրություններին ընդառաջ ինչ գործողություններ ներկայացնել, նարատիվներ դաշտնել, այլ դրանք ուղղված են իրական իրադարձությունները իրավական դաշտում հանրապետականներին ներկայացնելու ձևով, որպես հանրապետականների կողմից սահմանադրական կարգի խախտման էպիզոդներ, որոնց համար իմպիչմենտի հող կա նախապատրաստված եւ պատահական չէ, որ Տրամպը այդ հանդգնությամբ, ինչպես մեր ընդդիմության մի թևներ ասում, որ անվստահություն հայտնելու համար հիմքեր չկան, ականջի Սեյրան Օհանյանին եւ նրան այդ մեսիջը գրողին, որպեսզի նա այդպես արտահայտվի, Տրամպը նման հայտարարություն չի անում։ Տրամպը հանրապետականների գագաթնաժողովին ԱՄՆ, որը երեկ հայտարարում է, ասում է, որ միջանկյալ ընտրություններում անպայման հանրապետականները պետք է հաղթանակ արձանագրեն, եթե ոչ դեմոկրատները իրեն իմպիչմենտի կենթարկեն։ Հեռուստաեթերում հարցազրույց տված Վենսին եւս հարցնում են իմպիչմենտի վերաբերյալ, նա եւս պատասխանում է, որ այո, դեմոկրատները իմպիչմենտի կտանեն այս գործը անկախ նրանից, Տրամպը ինչ կանի եւ այլն, նա իրեն ներկայացնում է որպես Տրամպի գծի մեջ գտնվող, բայց կարելի ասել նա մի տեսակ կիսապատանդոտ կարգավիճակում է, որովհետեւ նա չի ցանկանում պարակտում մտցնել MAGA-ի գծում, բայց ամեն ինչ անում է, որպեսի MAGA-ի կողմնակիցների գիծը իր տիրույթում մնա եւ ինքը ավելի այսպես նուրբ ձևով է սկսում գործել։ Հիշեցնեմ, որ Բուն Վենեսուելայի գործողությունների օրը, դրա հաջորդ օրը տեղի ունեցած նաեւ մամլոասուլիսի ժամանակ Տրամպի Վենսը չկար, Վենսի տանդեմ հրաձգություն է տեղի ունեցել Ցինցինատիում, ինքը եւ իր կինը այդ ժամանակ տանը չեն եղել, բայց այնտեղ հրազենով նախազգուշական կրակոցներ են արձակել իր տան վրա, ինչ որ վնաս հասցնելով, դա ազդանշան է եւ ներքաղաքական տիրույթում ամբողջապես ԱՄՆ իր դրսևորումն է գտնում այն ամբողջ իրավազանցությունը, որը ԱՄՆ ինքն իրեն թույլ է տալիս դրսում։ Իսկ նա դա իրականացնում է, որովհետեւ իսկապես խնդիր ունի գլոբալ շուկայում դոլարի տիրակալությունը պահպանելու, որը նվազում է։ Վենեսուելայի հարձակման օրը նաեւ այն օրն է եղել, որտեղ ոսկին գերազանցել է դոլարին որպես արտարժույթների ապահովման ռեզերվային պաշար կենտրոնական բանկերի համար եւ բնականաբար մենք գիտենք այս պատմություններից համաշխարհային պատերազմների սկզբի, որ սովորաբար դրա դեմ է հարձակում եղել, այսինքն ամերիկյան օլիգարխիկ ֆինանսական շրջանակները ցանկանալով եւ նաեւ իրենց գործընկերները օվկիանոսից անդին աշխարհի այլ կետերում ցանկանալով պահպանել գլոբալ դոմինանտությունը նման պայմաններում արդեն չունենալով այլ ելք գնում են էսկալացիայի ճանապարհով։ Ես բազմիցս այս ամբողջ ինչ հատկապես գազային իրադարձություններից հետո ներկայացրել եմ բանակցություն, ինչ որ համաձայնության գալու վերաբերյալ հայտարարություններ, ընդհանրապես ժամանակ շահելու նպատակով, այդ շահած ժամանակի ընթացքում վերազինվելով, վերաքննելով տեղի ունեցածը, նախանշաններ դնելով դիմացինի թույլ կողմերի վրա եւ այդ թույլ կողմերի վրա հաջորդիվ հարձակում հասցնելու ծրագրեր ձևավորելը եւ ի վերջո այսպես միշտ անակնկալի գործոնով համեմված էսկալացիայի գնալը, ամեն էսկալացիայի գնալուց խախտելով միջազգային իրավունքի նորմեր, այսինքն ԱՄՆ շարունակում է սպանել միջազգային իրավահամակարգը, հանրային իրավունքի համակարգը սահմանված երկրորդ համաշխարհայինից հետո, որը Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանի եւ Իրանը չեն ցանկանում, իրենք ցանկանում են այդ դաշտում վարել բոլոր բանակցությունները եւ այդ դաշտը օգտագործել
գործելով կարգի հրավիրել ամենին այդ իսկ պատճառով չի կարելի ասել, որ դա թուլություն է Ռուսաստանի Դաշնության կողմից կամ այնտեղ Ուկրաինայում իրենց վարած ռազմական գործողությունների տրամաբանությունը եւ ըստ այդ բանակցություններում ներկայացրած պահանջները դրանք բոլորը իրավաչափ են, հետևողական են, այնտեղ էսկալացիոն տենդենսներ չկան, որովհետեւ դա միջազգային բանակցային մշակույթում եւ իրավագիտության մեջ կոչվում է good faith, այսինքն որոշակի բարի կամքի արտահայտության սկզբունք պետք է պահպանած լինեն կողմերը, թեկուզ եւ ռազմական գործողություններին զուգահեռ կամ ինչ-որ սրումներին, էսկալացիաներին զուգահեռ բանակցություններ վարելիս։ Այդ բարի կամքի դրսևորումը կարևոր սկզբունք է եւ որքան որ որևէ կողմ այդ բարի կամքի դրսևորումը մանիպուլացնում է եւ իսկապես ինֆորմացիոն դաշտում այսօր շատ մոդայիկ է բարի կամքի դրսևորումը ներկայացնել որպես թուլություն, այնքանով ավելի հեռանկարային մոտեցման դեպքում, այսինքն այս ամենը մի օր ավարտվում է, ինչպես որ Հիտլերի Ռեյխը վերջացավ։ Նրանք էլ այսքան օրինազանց կերպով էին գործում եւ ամեն օրինազանցություն, որ մնում էր անպատժելի, ծնում էր ավելի մեծ չափերի օրինազանցություն եւ նրանք շատ վստահ են եւ ես էլ վստահ եմ, որ այդ ժամանակահատվածում շատ հասարակություններ տարբեր երկրների, տարբեր շահառու խմբեր մտածել են, որ այդպես էլ շարունակվելու է, որ սա նոր աշխարհակարգ է ու ուժեղը տիրում է թույլին, ով որ ուժ ունի կամ հարում է այդ ուժեղին օրինազանց նա է հաղթելու եւ արփած այս մտածելակերպով նրանք ավելի մեծ հանցանքներ են գործում, մինչեւ որ դրանց ընդհանուր կոնգլոմերացիան իր գնահատականը գտավ Նյուրնբերգում եւ ոմանք ինքնասպանություն գործեցին դրա ծանրությունից, դրա պատասխանատվության ծանրությունից, այսինքն պատասխանատվությունից ոչ ոք չի ազատվելու եւ ճիշտ են անում, որ այդ տրիգերային գործընթացներին Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը կամ Չինաստանը չեն պատասխանում այն կերպ, ինչպես որ կառուցված էր այդ էսկալացիան որոշակի հստակ ազդանշաններով ցանկանում են որպեսզի ասենք Չինաստանը կամ Ռուսաստանի Դաշնությունը անպայման ինչ որ արձագանք տան օրինակ Վենեսուելայի դեմ Մադուրոյի այդ առևանգման օրը նաև Ճապոնիայի վարչապետը շատ այսպես կոշտ հայտարարություն ներկայացրեց Չինաստանի դեմ Հյուսիսային Կորեայի դեմ բնականաբար ոչ առանց նախապես համաձայնացնելու Տրամպի հետ որ այս երկրները եւս խախտում են ինչ-ինչ նորմեր այսպես ասած նրբորեն սպառնալով որ Չինաստանում էլ կարող է ինչ որ նման բան լինել, այսինքն սա ոչ թե ազդանշան է ըստ այդ նարատիվի, որի մասին սկզբում խոսեցի, որ այ հիմա Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը կողքեվորվեն դրանից եւ միասին իրենք էլ կսկսեն նույն օրինազանցությունը, նույն չափ օրինազանցություններ գործել, ինչպես ԱՄՆ-ը, եւ գնալ ասենք այն մեկը Զիլյանսկուն մի տեղից վերցնի տանի, այն մեկը չգիտեմ մյուսին, այն մեկը չգիտեմ մյուսին, ոչ, նրանք ընդհակառակը հասկանում են, որ իրենց դեմ է սա ուղղված Եվ Չինաստանը անմիջապես սանկցիաներ, էքսպորտային սանկցիաներ ուրեմն դրեց Ճապոնիայի վրա, ինչու ենք խոսում այս մասին, որովհետև Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը դրանք այն պետություններն են, որոնց դուրս արտաքսումը Վենեսուելայից ուղղակի պահանջ եւ պայման է դրել Ռոդրիգեսի իշխանության վրա Տրամպը եւ անընդհատ այնտեղ խոսույթում ԱՄՆ վարչակազմի ներկայացում է, որ ռուսական եւ չինական կողմերը չկարողացան պաշտպանել Մադուրոյին, այսինքն սրանք տրիգերային արտահայտություն են, ասում են ես էսկալացիայի եմ տարել, դու ինչի ինձ պատասխան չես տալիս նույն ձևաչափով։ Դա չի նշանակում, որ պատասխան չկա, դա չի նշանակում, որ պատասխան չի լինելու։ Դա միգուցե այնպիսի պատասխան է, որը շատերին դուր չի գալիս, կամ անհասկանալի է, կամ չափազանց լուռ է, կամ չափազանց սքողված է, բայց ոչ Չինաստանում, ոչ Ռուսաստանի Դաշնությունում, ոչ Իրանում ապուշներ չեն նստած եւ սա առաջին նման էպիզոդը չէ։ Այսինքն առաջին այսպես բռնկում ու սրացումը չէ, ինձ մոտ բերեմ, որովհետեւ նյութ եմ ցանկանում այսպես կարդալ ոչ այս պահին քիչ հետո Ուրեմն եւ ելույթներում անընդհատ նշվում է օրինակ Չինաստանի արտգործնախարարության խոսնակին այսօր ճապոնական լրատվական հարց է տվել, ասել է իսկ ինչու դուք Մադուրոյին չպաշտպանեցիք եւ բնականաբար ինֆորմացիոն դաշտի սպառողների համար դա հոլիվուդյան պատկեր է ներկայացնում, որ այնտեղ որտեղ մտան Դելտա ուժի զինվորականները Մադուրոյի տուն, ուրեմն տանիքից կամ նկուղից կամ թե տանիքից եւ թե նկուղից
կողմից պետք է դուրս գային չինացի ինչ-որ զինվորականներ կամ ռուսական հոբ համակարգը տեղակայված Վենեսուելայում պետք է կրակեր, ինչպես որ պետք է կրակեր իբրև թե Սիրիայում եւ այլն, եւ դա չեղավ, եւ անընդհատ շեշտադրությունը դրվում է, նաեւ Հեքսեթի կողմից է դա արվում, որ զինատեսակները ռազմական համագործակցությունը Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ հարավային գլոբալ հարավի երկրների միջև չի գործում, որտեղ դա իրենց ամենաթույլ կողմն է, որովհետև այդ համագործակցության դաշտում է ստեղծվել այն գլոբալ տնտեսական իրավիճակը, երբ փաստացի դոլարի անկում է գնում գլոբալ գործարքներում, եւ ԱՄՆ, Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը իրենք վարում են տնտեսական պատերազմ, որտեղ իրենց դեմ սանկցիաների լեզվով տասնյակ տարիներ տևած սանկցիաների լեզվով խոսող ԱՄՆ տնտեսական պատերազմ է վարել իրենց դեմ։ Ռազմական գործողություններով չէ միայն, որ նրանք պատրաստվում են հաղթել այս պատերազմը։ Այնպես որ ես մնում եմ այդ գծի մեջ, ես չեմ տեսնում, որ թուլություն է Ռուսաստանի կողմից կամ ասենք նավթային տանկերների դեմ ԱՄՆ ինչպես դեսանտ իջացնելը, տանելը ռուսական նավերը ամենևին էլ չեն եղել նույն տարածքում, որտեղ գտնվելիս են եղել տանկերները, նրանք ճանապարհին են եղել եւ հետաքրքիր է, որ ռուսական Սուզանավի եւ Նավատորմի ճանապարհին գտնվելու դեպի ռուսական դրոշի տակ գնացող նավթային տանկերներ գնալու մասին ամենաառաջինը գիշերը գրեց Wall Street Journal-ը, հետաքրքիր է ով էր այդ լուրը տրամադրել Wall Street Journal-ին, որտեղից են նրանք իմացել եւ հետո բրիտանական մամուլը ցիտելով բրիտանական բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրել էր, որ այդ դեսանտի իջացումը նավթային տանկերների վրա կատարվել է այն ժամանակ, երբ որ այդ փրկության եկող ռուսական նավատորմը դեռ չի եղել այնպիսի տարածքում, որ կկարողանար ուղղակի գործողություններով կանխել այդ գործընթացը։ Նրանք եղել են դեռևս հեռու եւ ԱՄՆ եւ Բրիտանիան այդպես հաշվարկած են արել, որպեսզի բուն ԱՄՆ, Բրիտանիա մի կողմից եւ Ռուսաստանի Դաշնությունը մյուս կողմից միջև չլինի բախում, այսինքն վախենում են այդ երկրները ուղղակիորեն հիմիկվանից այսպես բախման գնալ Ռուսաստանի Դաշնության հետ կամ ուղղակի Ռուսաստանի Դաշնության դեմ եւ այդ Ինֆոշղարշի դաշտից է նաև Գրինլանդիայում ԱՄՆ-ի զետեղվելը, որովհետև այնտեղ խնդիրը ֆորմատի մասին է, ձևաչափի մասին է եւ ճիշտ են անում ռուսական ռազմական շրջանակներում վերլուծական, փորձագիտական, որտեղ ներկայացնում են, որ Գրինլանդիան հատկապես կարևոր է Ռուսաստանի Դաշնության դեմ որոշակի ռազմական գործողություններ իրականացնելու տեսանկյունից եւ դա պատմական փաստ է, այսինքն պատմության ընթացքում դա կրկնվել է մի քանի անգամ եւ հղումներ են կատարվում եւ ճիշտ են արվում։ Հիմնական նպատակը այս արգումենտը հասկանալու միջազգային իրավունք ընդդեմ Դոնրոյի ինչ-որ դոկտրինի, Մոնրոյի դոկտրին, որը Դոնալդ Թրամփը այսպես վերականգնել է, թքում է միջազգային իրավունքի վրա, որտեղ առաջինը միջազգային իրավունքի պայմաններում նրանք ամբողջապես պատասխանատվություն պետք է կրեն, խոսքը ոչ միայն Դոնալդ Թրամփի վարչակազմի մասին, այլ դրան նախորդող բոլոր ԱՄՆ վարչակազմերի, ովքեր իրականացրել են տարբեր երկրներում ցեղասպանություններ, ապօրինի հարձակումներ, այդ երկրների ռեսուրսների տիրացել են, այնտեղ ներթափանցել են իրենց կողմից ֆինանսավորված ռադիկալ ռազմական խմբավորումներ, որոնք իրականացրել են իրենց համար ծովահենային ավազակային ծառայություններ, օգնելով օրինակ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում գողանալ ռեսուրսներ, դրանք տրամադրել ԱՄՆ-ին եւ նրանց գործընկեր երկրներին եւ այլն եւ այլն, դրանով միջազգային հանրային իրավունքի ինստիտուտը փնովելով, այն իջիկ հայտնելով, նույնիսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի շուրթերից հնչող միջազգային իրավունքը համարեք մեռած է, դա մեր հետ որևէ կապ չունի, անընդհատ դա կրկնելով դա չի նշանակում, որ միջազգային իրավունքը մեռած է։ Այն ավելի հեռանկարային նպատակով Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի տեսանկյունից իրենց կողմից վարած դոլարի դեմ եւ դոլարի ներկայացուցիչների դեմ վարած քաղաքականության տեսանկյունից ԱՄՆ գնում է ինքնամեկուսացման եւ դրսում ինչ անում է, արտահայտվում է ներսում, որքան ավելի իր դրսում տարած էսկալացիան շոկային է, բռի է, կոպիտ է, նույն կերպ արտահայտվում է ներսում եւ 3 գիշեր արդեն տեղի ունեցան բախումներ մեզ մոտ գիշեր ԱՄՆ-ում դեռևս օր ցերեկ էր այնտեղ Մինեսոտայում ողբերգական դեպք է տեղի ունեցել, երբ որ միգրացիոն ծառայությունների
քաղաքականությունը ուժով պարտադրող գործակալները սպանել են անձեն կնոջ, ով որ որևէ սպառնալիք չէր ներկայացնում, սպանել են իր մեքենայի մեջ, ուղիղ դեմքին կրակելով, հրաժարվելով, որպեսի առաջին օգնություն բժիշկը, այնտեղ տեղում բժիշկ է եղել եւ ամերիկյան օրենքներով նա իրավունք ունի առաջին բժշկական օգնություն ցույց տալ անգամ մինչեւ շտապ օգնության դեպքի վայր գալը, նրան արգելել են, որ նա մոտենա եւ մարդիկ այսպես կանգնած նայել են, ինչպես է մահանում մարդը մեքենայում եւ այդ դեպքի հետ կապված Մինեսոտա նահանգում նահանգապետ Մինեապոլիսի քաղաքապետ հայտարարություններ են անում, որ ամենևին էլ ինքնապաշտպանություն չի եղել այդ դեպքը, ինչպես որ Տրամփն անմիջապես շտապել ներկայացնի, այլ ուղղակի սպառնալիք է եղել եւ ուղղակի սպանություն, եւ որ այդ ուժերը ոչ թե բերվում են նահանգ, որպեսի անվտանգություն սահմանեն, այլ ընդհակառակը նրանք քաոս են տարածում, որպեսի ավելացված քաոսի, այսինքն էսկալացիայի պայմաններում նոր հիմնավորումներ ծնվեն Տրամփի վարչակազմի ձեռքերում, որպեսի հավելյալ նման ուժեր ուղարկեն, որովհետև IC, այսինքն այդ միգրացիոն ծառայության քաղաքականության պարտադրողների ագենտուրայի գործակալական, այսպես ուժային համակարգի բոլոր անդամները դիտարկվում են որպես Տրամփի քաղաքականության ուժային գործարկման գործակալներ եւ նրանք ուղղակի բախման են գնում նահանգների, նահանգային ազգային գվարդիաների դեմ եւ Մինեապոլիսում գիշերը գործարկվեց ազգային գվարդիային դուրս բերելու քաղաքականություն, որպեսի նրանք դիմակայեն այդ միգրացիոն ծառայության ֆեդերալ ներկայացուցիչներին, այսինքն այնտեղ ուղղակի ցույցեր են, հետո ցույցեր բռնկվեցին այլ քաղաքներում մեծ ԱՄՆ-ի պաշտպանություն Մինեապոլիսում կատարված այդ դեպքի, որովհետև հետո նաև ցույցեր է տեղի ունեցել հենց տեղանքում, որտեղ ոստիկան այդ ուժը Տրամփի ներկայացրած միգրացիոն ուժը բռի ուժ էր օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ հատկապես այն օրը, երբ որ Տրամփը ասենք հայտարարել է, որ եթե Իրանում խաղաղ ցուցարարներին ինչ-որ բան պատահի, ապա նա կմիջամտի եւ կպաշտպանի եւ այլն, այնտեղ այդ նույն իր հայտարարության օրը հենց իր երկրում, հենց իրեն ներկայացնող գործակալները սպանում են անմեղ քաղաքացու եւ միանգամից այսպես ցույցերի շարք է սկսում եւ սա ուղղակի կապ ունի այդ իմպիչմենտի գործընթացի հետ, այսինքն միջազգային իրավունքի նորմերից հեռանալը բերում է ներքաղաքական ուժերի միջև բախում, որտեղ ներսում էլ օրենքներից սկսում են խուսափել, դրա համար Ջեֆրի Սաքսը եւ Ջեֆրի Սաքսին հաջորդելով Տակեր Կարլսոնը հայտարարում են, որ ԱՄՆ գնում է հանրապետությունից կայսրության վերածվելու շատ այսպես արագ ճանապարհով, որը ինքնակործանարար է եւ նրանք այդ բախումը իրականացնում են հենց այդ միջանկյալ ընտրություններում հանրապետականների առավելությունը ապահովելու համար, որովհետև այդ միգրացիոն ծառայության ուժային կառույցը հատկապես ակտիվացնում է Տրամփը դեմոկրատների նահանգներում է, որ նրանք պետք է այդ քաոսը ստեղծեն, ներկայացնեն, որ դեմոկրատները թույլիկ են, իրենք չեն կարողանում կարգ ու կանոն եւ անվտանգություն ապահովել իրենց նահանգներում, այդ իսկ պատճառով էլ ինքը որպես փրկիչ նախագահ ֆեդերալ ուժեր է ուղարկում, որպեսի տեղերում ապահովի ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այդ նահանգներում չեն կարողանում վատ միգրացիոն պրակտիկաներից հրաժարվել, իսկ վատ միգրացիոն պրակտիկաները մնացել են դեռևս դեմոկրատների ժամանակներից, դրանք դեմոկրատների վարած քաղաքականության հետևանք են, նրանց վարած առողջապահական քաղաքականության, սոցիալական փաթեթների ապահովման մասին է խոսքը, նման քաղաքականության հետևանք են, իսկ ինքը փրկիչ է, ինքը կգա այլ ձևով ամեն ինչ կանի եւ դրա համար իրեն այնտեղ հարկավոր են իրեն հավատարիմ մարդիկ եւ դա ներկայացնում է որպես ի վերջո ԱՄՆ-ին հավատարիմ մարդիկ, Make America Great Again-ի կողմնակից մարդիկ, որոնք պետք է այդ շատ վատ զախակողմյաններին փչացնեն, վնասեն եւ այլն, այսինքն այստեղ արդեն չի ասում ամերիկյան վարչակազմը, չի ասում, բայց ինչ հիմքով եք դուք ինձ իմպիչմենտի ենթարկում, տեսեք, մեր ընդդիմությունը ոնց էր պաշտպանում, չէ, Նիկոլին ասում էր անվստահություն հայտնելու համար հիմքեր չկան, մարդը հողը հանձնել է, քո Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի տեղակայում թույլ է տվել, համաձայնություններ, պայմանավորվածություններ
հարաբերություններ ունի ադրբեջանական թուրքական կողմերի հետ ինչ-որ փաստաթղթերի հիման վրա, որոնք երբևիցե չեն հրապարակվում, չի խոսվում մինչև հիմա Արցախում զոհերի ճիշտ քանակի եւ պայմանների մասին, կոծկվում են, հետապնդվում են ուժային համակարգի աշխատողներ, որոնք այդ բոլոր հարցերի վերաբերյալ լույս կարծրծեին եւ անգամ նրան պատասխանատվության կենթարկեին, անընդհատ ամբողջ ուժային համակարգում բոլոր օրենքները խախտելով գործից հեռացումներ է կատարում, վերանշանակումներ է կատարում եւ այլն, եւ մեր անդիմության մի թևը չէր տեսնում եւ շարունակաբար հիմա էլ չի տեսնում, որտեղ նման ուժի հետ ընտրության չեն գնում, նման իրավազանց, օրինազանց, սահմանադրազանց ուժի հետ չեն գնում ընտրության, այլ իմպիչ են անում, անվստահություն են հայտնում, ասում են վստահության հիմքեր չկան։ Տրամպի վարչակազմը չի կարող դուրս գալու ասել անվստահություն հայտնելու հիմքեր չկան, որովհետև գիտեն, որ կան։ Ասենք դրսի ինչ որ պիրիստրոյիչնի ուղեղի տեր մարդկանց կարա ինչ որ համոզի, որ լավ է, դե հիմա ուժի իրավունքն է, որտեղ ուզենք կմտնենք, ում կուզենք կառավանգենք, ում նավթը կուզենք ինչ քանակով, ինչ պայմաններով ուզենք կվերցնենք, իսկ երկրի ներսում իրենք ոչ իրենց արտաքին քաղաքականության մասին, ոչ իրենց ներքին գործունեության մասին չեն կարող նման պոպուլիստական ինչ որ սվաղած, գաջած հայտարարություններ անեն, չեն կարող կոկոլություն անեն ու իրենց ի պատասխան բավականին դժվար հարցեր չհնչեն, այդ հարցերին նրանք կարողանան չպատասխանել կամ սվաղած պատասխաններ տալ, իրենք գիտեն, որ հասարակությունն էլ է հետամուտ լինելու եւ դա է որ կարիք է ստեղծում, որ Տրամպի վարչակազմը դեռ ավելի վայրագ կերպով հատուկ անուն առանուն գնա նահանգների հետևից ուղղակի այդպես ասի, այ ուզում են ինձ իմպիչմենտ անեն, ես ուզում եմ դուք ամեն միջոց օգտագործեք, միջակայալ ընտրությունները հաղթեք, որպեսզի ինձ իմպիչմենտ չանեն, այնպես որ դա էլ է թեմա մնում, այսինքն ավելի շատ էս Վենեսուելայից հետո իրեն այսպես մեծ նոր ինչ որ այսպես ծանրություն է առաջացել, որովհետև կրկնում եմ նաև Վենեսուելայի իշխանությունները իրենք հայտարարում են, որ ներեցեք մեսեջ եկավ, իրենք հայտարարում են, որ իրենք չեն պատրաստվում իրանց երկրից դուրս մղել այլ երկրներին, որ իրանք ուզում են առևտուր անել թե արևմտյան կիսագնդի պետությունների հետ, թե իրենց հարևանների հետ եւ թե Աֆրիկայի հետ, Ասիայի հետ, այսինքն Չինաստան, Աֆրիկա, Եվրոպայի հետ, Ռուսաստանի Դաշնություն եւ Եվրոմիություն, որովհետեւ այս բոլոր Որովհետև այս բոլոր հայտարարությունները Ռոդրիգեզը կատարում էր, որպեսի ներկայացնի, որ գլոբալ հյուսիսը ուզում է իմ նավթը, բայց ես շարունակելու եմ բիզնես անել գլոբալ հարավի հետ։ Այսինքն այստեղ մի հետաքրքիր գործոն կա, որտեղ մենք չենք կարող արհամարել միջազգային իրավունքի, հանրային իրավունքի նորմերով առաջնորդվող միջազգային հանրությանը, որը այլևս միջազգային հանրություն ասելով մենք նկատի չունենք ԱՄՆ, Մեծ Բրիտանիա գումարած իրենց եվրոպական վասալներ եւ վասալների տիրապետության տակ գտնվող ինչ որ Նիկոլներ, Զելենսկիներ եւ Մայա Սանդուներ, այլ արդեն գլոբալ հարավը գլուխ է բարձրացնում, Աֆրիկան գլուխ է բարձրացնում, Ասիան գլուխ է բարձրացնում։ Հիմա հաջորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա մերձավոր արևելքն է, մերձավոր արևելքում սրացում է, Սիրիայում է սրացում, Լիբանանում սպասվում է հարձակում Իսրայելի կողմից, Հեզբոլայի պատճառաբանությամբ, Հեզբոլային զինաթափելու իբրև թե պատճառաբանությամբ, իրականում Իսրայելը զինադադարի վերջին համաձայնագրի պայմանների համաձայն դուրս չի եկել նշված այդ համաձայնագրով նշված 5 հարավային կետերից Լիբանանի տարածքի, անընդհատ ներկայացնում է, որ այդտեղ քանի որ Հեզբոլլա դրա համար ինքն տեղից չի գնա, իսկ Լիբանանի բանակը չի կարողանում զինաթափել Հեզբոլլային եւ այլն, այս մասին ես ավելի մանրամասն ժամանակին խոսել եմ, երբ որ այդ համաձայնագիրը ստորագրվում էր, երբ որ դրա շուրջ բանակցությունները ընթանում էին, բայց արդեն այսօր երեք արդեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի հայտարարում են Իսրայելի հեռուստատեսությամբ, որ կանաչ լույս է ստացել Նետանյահուն ԱՄՆ-ից, որ նա կարող է ռազմական գործողությունների քայլերի դիմել ընդդեմ Լիբանանի հարավի եւ արդեն Սիրիայում գտնվող Ջոլանի հետ ԱՄՆ միջնորդությամբ համաձայնության են հասել Իսրայելը, որպեսի ռազմական հետախուզական կոորդինացիոն կենտրոն ստեղծեն, որովհետև Սիրիայի հարավում տեղակայված լինելով Իսրայելը ցանկանում է Հեզբոլլայի դեմ իր հարձակումը առավելագույնս արդյունավետ դարձնել, դրան զուգահեռ որոշակի թեժ
Դժացում է տեղի ունենում Սիրիայի հյուսիս-արևելքում, քրդական շրջաններում, որտեղ արդեն որի վերաբերյալ Հական Ֆիդանն է այսօր հայտարարություն արել, իսկ 2 օր առաջ Էրդողանն էր հայտարարություն արել, որ այնտեղ քրդական ուժերը հրաժարվում են զենքը վայր դնել, որի իբրև թե Սիրիայի ներկայիս իշխանությունները ցանկանում են այսպես տարբեր խմբավորումները Սիրիայի ազգային էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուժ ստեղծել ֆեդերացիոն որակի, բայց ֆեդերացիայի մասին խոսք չի գնում, օրենսդրական դաշտի մասին խոսք չի գնում, նոր սահմանադրության մասին խոսք չի գնում, նոր ընտրությունների մասին խոսք չի գնում, եւ քրդերը դիմադրում են, նրանք չեն ցանկանում միանալ, նրանք իրենց զենքը վայր չեն դնում եւ ուրեմն պետք է ինչ-որ բան անել այս մասին, եւ Ջոլանին արդեն այդ Իսրայելի հետ կայացած համաձայնությունից հետո իր ռազմական խմբավորումներին ուղարկում է Հալեբ քաղաքի գլխավոր քրդաբնակ շրջանների դեմ, Ալ-Մաքսուդ եւ Աշրաֆի շրջանների դեմ, այնտեղից քաղաքացիների խաղաղ բնակիչների շատ մեծ արտահոսք է եղել, որպես փախստականներ արդեն դեպի այլ ավելի ապահով շրջաններ, հիմնականում գնում են դեպի Աֆրին, քրդական ուժերը իրենց հերթին հայտարարել են, որ իրենք իրենց զենքը վայր չեն դնելու, իրենք շարունակելու են կռվեն, պայքարեն, մարդիկ են այդ թղամասերից տեսանյութեր պատրաստում, որ մենք մեր տներից ոչ միտեղ չենք պատրաստվում գնալ, քրդական զորքերն են, ջոկատներն են այնտեղից նման տեսանյութեր պատրաստում, որ մենք մեր դիրքերը չենք զիջելու, մենք դուրս չենք գալու, մենք մնում ենք այստեղ կռվելու ենք, իսկ քրդական ուժերի արդեն հրամանատարությունը հայտարարել, որ եթե խաղաղ բնակչության դեմ Ջոլանի ուժերը չդադարեն բռնի ուժ կիրառելուց, ապա նրանք սպառնում են, որ այս մարտական բախումները չեն բավարարվելու միայն քրդական շրջաններով, այլ այս կոնֆլիկտը բռնկվելու է, գնալու է էսկալացիայի ճանապարհով եւ ներգրավի ամբողջ Սիրիայի տարածքը եւ ոչ միայն Հալեպը, սրան զուգահեռ, ինչպես նախորդ ձայնային վերլուծության մեջ է ներկայացրել, շատ այսպես ուժգնացած են Ջոլանիի դեմ մահափորձի վերաբերյալ լուրերը, որ Իրանը պատրաստվում է նրան ոչնչացնել եւ այլն եւ այլն, դրա հետ միասին այսօր եւ վաղը սպասվում են շատ ուժգին ցույցեր, մարտեր, կարելի ասել մարտերի հասնող բնույթի ցույցեր Իրանում, այն հրահրվում է Իսրայելի ԱՄՆ-ի կողմից, նրանց ներկայացնող ուժերի կողմից, տարատեսակ երկրներում, տարատեսակ բնույթով, տիպիկ թավշյա հեղափոխության, գունավոր հեղափոխության բոլոր երանգներով, այաթոլլաները քխ են, Ռեզա Փահլավին պուպուշա, ուրեմն հենց որ իրանական ժողովուրդը ոտքի կանգնեց, նրանց տապալեց, սկսելու է ապրել ժողովրդավարության մեջ, վերջապես հարստանալու է, վերջապես լավ ապրելու է եւ այլն, եւ քանի որ 12-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իրանական հասարակության շատ մեծ կոնսոլիդացիա է տեղի ունեցել, անգամ այդ հայացքները կիսող հենց Իրանում բնակվողների եւ պահպանողական հայացքների տեր իրանցիների միջև, ապա հենց այդ միասնականությունն է, որ թեստի է դրվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, Իսրայելը անթաքույց կերպով հայտարարում է, որ իրեն շատ կարեւոր է Իրանի դեմ հարձակումը, որ Իրանը առհասարակ որևէ ուռան չպետք է ունենա, որևէ միջուկային, այսպես ներուժ չպետք է ունենա, դրա զուգահեռ 2-3 օր է որոշակի իրանական ալիքներում, հետո այս ռուսական ալիքներում նաեւ, բայց ոչ պաշտոնական Telegram ալիքների մասին է խոսքը, առանց պաշտոնական հղման, բայց ապացույցով, որ որոշակի ռազմական բեռնատարային ինքնաթիռեր թռիչքներ են կատարում Մոսկվայից Թել Ավիվ եւ հետ Մոսկվա եւ որ խոսվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Իսրայելից տեղափոխում է իր դիվանագիտական ներկայացուցիչներին, իր դիվանագիտական ներկայացուցիչների ընտանիքներին եւ կար նաեւ ինքնաթիռ, որը մարտական կոորդինացիոն կենտրոն է համարվում, դա էլ է հետարքիր բազմակի թռիչքներ իրականացնում, անընդհատ հիշեցնեմ, չնայած ես Telegram ալիքում բոլոր այդ նյութերը դնում եմ, որ ԱՄՆ բավականին հույժ կերպով ռազմականացրել է ամբողջ Մերձավոր Արաբելքի տարածաշրջանը եւ դիտարկվում է, որ հարված է սպասվում Իրանի դեմ, սակայն ի տարբերություն մյուս ժամանակների Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության ազգային խորհուրդը, որը ստեղծվել է 12-օրյա պատերազմից հետո, շատ կտրուկ հայտարարություն է արել, Իրանի գենշտաբի պետը կտրուկ հայտարարություն է արել, Իրանի ազգային անվտանգության քարտուղար Ալի Լարիջանի շատ կտրուկ հայտարարություն է արել եւ այս բոլոր հայտարարությունների հանրագումարը այն է, որ Իրանը չի բացառում կանխարգելիչ հարձակում Իսրայելի դեմ, եթե խաղաղ ցույցերի
ընթացքում ԱՄՆ-ի Իսրայելի կողմից այնտեղ ներթափանցված կամ նրանց հրահրմամբ, նրանց հորդորով այնտեղ ներթափանցած բռնի ուժ օգտագործող ահաբեկիչների խմբավորումներից, դրանք ահաբեկիչներ են, դրանք գործել են Ուկրաինայի Մայդանում, դրանք պատրաստված սպասում են, որպեսզի Հայաստանում առիթ լիներ հայաստանյան թավիշի ժամանակ, որ Նիկոլը էլի դրանց հաներ փողոց ու արյուն թափեր։ Իրանը կտրուկ հայտարարություն է արել, որ այդ արյուն թափողները չեն դիտարկվելու որպես խաղաղ ցուցարարներ, նրանց դեմ ուղղակի օգտագործվելու է ուղղակի ուժ, որովհետև նրանց դրսից կոչ է անում իսրայելյան հատուկ ծառայությունները եւ ԱՄՆ ինստագրամյան ալիքներ են օգտագործում, ինենք ունեն ներգործության գործակալներ, որոնց հրաձայնների մեջից, որոնցից ոմանք բռնվել են ոստիկանության կողմից եւ այնտեղ ներկայացված է, որ հատուկ այսպես ինչպես որ Ուկրաինայում է տեղի ունեցել, ինստրուկտաժ կա, որ իրենք հարձակվեն հենց ոստիկանական բաժանմունքների վրա, ռազմաբազաների վրա, հեղափոխության պահապանների կորպուսների վրա, ուժային համակարգի վրա մեծ վնաս հասցնեն եւ կամերաների արչև ծեծեն հենց ոստիկաններին, հենց ուժայիններին եւ նման մահեր եղել են եւ նման ծեծեր եղել են, այսինքն մարդուն արյուն լվիկ են արել հենց կամերայի արչև, որովհետեւ այդ ուժայիններին ոչնչացնելով իրենք ցանկանում են ավելի շատ մարդ այսպես ոտքի հանել, իրականում իրենք ցանկանում են սրացնել իրավիճակը այն աստիճանի, որպեսի ներքին քաոսը պարարտ նախադրյալ ստեղծի հենց Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից հարձակման համար։ Այդ իսկ պատճառով այս սցենարը շատ լավ հասկանալով Իրանը հայտարարություն է անում, որ ես էլ կանխարգելիչ հարված կարող եմ հասցնել, կամ եթե կանխարգելիչ չեղավ, դուք իմ վրա եկաք հարձակվեցիք, ես անմիջապես իմ հակահարձակման սցենարում անմիջապես պատասխան հարված եմ հասցնելու ԱՄՆ կենսական շահերին մեր անմիջական տարածաշրջանում, այսինքն ամերիկյան ռազմաբազաների մասին է խոսքը գնում, Ալի Լարիջանիի խոսքով ասվում է, որ ոչ թե նախկինների պես կհամաձայնեցվի ԱՄՆ-ի հետ այդ հարձակումը, որպեսզի նրանք իրենց ինչ-որ զինվորներին հանեն, ինչ-որ հարվածներ հասցնի ԱՄՆ-ը եւ դա միայն նյութական վնասներ հասցնեն բազային, այնտեղ ոչ մի նկարահանումներ եւ այլն տեղի չունենա, որ մարդիկ տեսնեն ինչը փչացավ, ինչքան փչացավ, մարդ կար, չկար, զոհվեց, չզոհվեց, այլ ուղղակի առանց նախազգուշացման ասել է ուղղակի ձեր զինվորներին հարված կհասցվի, որովհետեւ առանց, ինչպես ասում է պաշտպանության այդ ազգային խորհրդի հայտարարությունը, մինչև ԱՄՆ իր մաշկի վրա չզգա այդ ցավը իր զինվորին կորցնելու, ինքը չի հանդարտվելու, ինքը արյունարբու արշավը շարունակելու է եւ այդ խոսույթը շատ տարբեր է մնացած այս վերջին 3-4 տարիների ընթացքում տեղի ունեցած խոսույթից, ընդ որում այսօր նաեւ կարեւոր էր, որ Բեյրութում էր գտնվում Աբբաս Արաքչին, արտգործնախարարը Իրանի, ով որ հայտարարեց, որ Իրանը միշտ հանդես է եկել Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանման եւ սուվերենության տեսանկյունից եւ նույնը Լիբանանը միշտ հանդես է եկել Իրանի տարածքային ամբողջականության սուվերենության պահպանման տեսանկյունից, որովհետեւ Իրանի դեմ հարվածի հիմնական նշաձողը ոչ թե Իրանի կուր հանրապետություն ստեղծելն է, իսլամական հանրապետությունից դարձնելն է ժողովրդավարական հանրապետություն, որտեղ բոլոր իրանցիները առևտուր կանեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ եւ կապրեն չաղ ու բախտավոր, հիշեցնում, որ Ռեզա Փահլևիի ընտանիքը հատուկ ցուցադրաբար մերձեցում է ցույց տալիս Նետանյահուի ընտանիքի հետ, իր աղջիկը, իր դուստրը ամուսնացած է ինչ-որ հրեա մեծահարուստի հետ եւ այլն, ինչ-որ sense բաներ կա, որ իրանք ոնց որ մեր մոտ են, չէ, ասում, այտենց ապրելու եք խաղաղ, երջանիկ, այդեղ, չգիտեմ, ով ասել, որ դուք թուրքերի հետ թշնամի եք, բան, ասենք, հա, ամերիկացիներն ով ասել, որ դու ռուսի հետ թշնամի ես, ինչ ես թշնամություն անում, խաղաղություն կնքի եւ այլն եւ այլն։ Հազար ու մի տեսակ sense հակափաստարկներ կարելի է բերել, բայց իրականում իրանք ցանկանում են Իրանը մասնատել, տարածքը մասնատել, մասերի բաժանել եւ քրդական այս ընդվզումները Սիրիայի տարածքում, Իրաքի տարածքում եւ արդեն Իրանի տարածքում բռնկվող քրդական շրջանները օգտագործվելու են զենքերի ներթափանցման, ահաբեկիչների խմբավորումների ներթափանցման, դեպի Թեհրան ընթացող խմբերի ստեղծման, դա այնքանով որքանով Իրանի արևմուտքն է արևմուտքին է վերաբերում, որպեսզի այդ խմբավորումները ապակայունացման գործունեություն իրականացնեն քաղաքական ռազմական բնույթի
խաղաղ բնակչության դեմ բնաջնջումներ օգտագործելու մոտիվներով, բնականաբար նրանց եթե իրենց հաջողված լինի քաոս ստեղծել արդեն Թեհրանում, ինչ որ այսպես անգլուխ վիճակ ստեղծած լինել Թեհրանում, ապա նրանց կմիանան նաև ամերիկյան, պրոամերիկյան ուժեր, իսրայելական ուժեր եւ ավելի վայրագ կերպով այդ ամեն ինչը տեղի կունենա, իսկ ինչ վերաբերվում է երկրի արևելյան սահմաններին, ապա այնտեղից որոշակի ներթափանցումներ տեղի կունենան արդեն Աֆղանստանից, հատկանշական էր, որ անցյալ շաբաթ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտնեց, որ իրենց հաշվարկով մոտ 2500 ահաբեկիչներ ներթափանցել են, սիրիացի ահաբեկիչներ ներկայումս գտնվում են Աֆղանստանի տարածքում։ Աֆղանստանը ներկայիս իշխանությունների, հանձին ներկայիս իշխանությունների պայմանավորվածություններ ունի ներկայիս իրանական իշխանությունների հետ, որպեսզի ամենակիչը պահի չեզոքություն թույլ չտա ահաբեկչության ներթափանցում, սակայն կրկնում եմ, եթե քաոսը հաջողվի ստեղծվել Թեհրանում որոշակի արդյունքներով, ապա ապակայունացվելու է նաև արևելյան ամբողջ սահմանը եւ բնականաբար ապակայունացվելու է ամբողջ հյուսիսը, որը ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ եւ վերջին կետը այստեղ նախավերջին կետը կարևորը Թուրքիայի ներգրավումը այստեղ Հական Ֆիդանելը հայտարարություն արել Սիրիայի քրդերի մասին, ես կանխատեսում եմ, որ բախումների չդադարելու դեպքում, քրդերի շարժի դեպքում Թուրքիան առիթը օգտագործելու է արդեն ռազմական բուն հենց Թուրքիայի անունից բանակը մտցնել Սիրիայի տարածք, այնտեղից Իրաքի տարածք եւ իրենք էլ համամասնակից կլինեն Իրանում կատարվողին, բնականաբար դրանից կակտիվանա Ադրբեջանը թե Հայաստանի դեմ եւ թե Իրանի դեմ եւ հատկանշական է նաեւ, որ Թուրքիայի գործոնը հանդես է գալիս Ուկրաինայի հետ վարվող իբրև թե զինադադարի համաձայնագրից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքները ապահովելու վերաբերյալ համաձայնագրի կայացմանը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի միջև ԱՄՆ հովանու ներքո ես չեմ կիսում ռուսական տելեգրամ ալիքների այն ուրեմն ուրախությունը, որ ԱՄՆ այդ հռչակագիրը չի ստորագրել եւ ուրեմն դրա մաս չէ, ոչ այդ անվտանգության երաշխիքները ապահովելու կոորդինացիոն կենտրոնը ուղղակի ուղղորդման տակ է գտնվելու հենց ԱՄՆ-ից, ԱՄՆ բանակի վերահսկողության տակ է գտնվելիս լինելու, հիշեցնեմ, որ ըստ այդ համաձայնագրի Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան կարող են ռազմաբազաներ ստեղծել Ուկրաինայի տարածքում, ռազմական գործարաններ, ռազմաարդյունաբերական կոմպլեքսներ եւ այլն, ինչը դեմ է Ռուսաստանի Դաշնության ներկայացրած նախապայմաններին Ուկրաինայի շուրջ ցանկացած որակի համաձայնագրի զինադադար լինի դա թե վերջնական խաղաղության։ Թուրքիայի գործոնը այստեղ ինչով է հետաքրքիր, ընդ որում Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ առանձին անվտանգության երաշխիքների ապահովման համաձայնագրի վերաբերյալ կհայտարարվի մոտ օրերս, այսինքն շատ ավելի բան է տրվելու ԱՄՆ-ին, ԱՄՆ պահում է իրան որպես հեգեմոն, ինքը ամենավերևում է, հետո իր վասալներն են, հետո իր վասալների վասալներն են, այսինքն իր վասալ Անգլիա, Բրիտանիա, Ֆրանսիան թող ունեն, Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա թող ունեն Ուկրաինայի հետ համաձայնագիր, ինքը առանձին կորոշի այդ վասալի հետ ինքը ինչ է անում ու իրանց հետ ինչ է անում։ Ու նրանք դեմ չեն գնալու։ Ու մեզնից հեռու չի այդ օրը, երբ որ եվրոպական որոշ երկրներ թակելու են Ռուսաստանի դուռը ու ասեն մի բան կանես, այս նացիստից ազատվենք։ Ընդ որում ասեմ, որ Մինեապոլիսում 3 քաղաքացիները, երբ որ միգրացիոն ուժային գործակալների դեմ ցույց էին անում, գոռում էին նրանց դեմ գոռում էին նացիստներ, շատ հիտլերանման, այսպես ոչ թե մոնորանման, այլ հիտլերանման վարքագիծ է դրսևորում Տրամպը եւ դա ամենևին էլ չհամաձայնվածված չէ եվրոպական էլիտաների հետ։ Չկա այդպիսի բան, չկա ժողովրդավարություն, ես այդ հեքիաթները թող ոչ մեկ ինձ չպատմի։ Թուրքիայի գործոնը այդ բանակցություններում եւ ինչով է կարեւոր եւ ոնց է գալիս Իրանի դեմ գործողությունների հետ համակարգվում եւ ոնց ենք մենք հասկանում, որ Վենեսուելայի հետ կատարվում է այն, որպես այն ինչ կատարվել է, որպեսզի հետո կատարվի Իրանի հետ եւ շղթայական ռեակցիայով տեղի ունենա Ռուսաստանի Դաշնության հետ եւ հատկապես ապակայունացվի ամբողջ Հյուսիսային Կովկասը։ Այդ կամքի կոալիցիայի բանակցությունների ժամանակ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը այդ համաժողովում այն է, որ Սև ծովի ամբողջ ծովային ռազմածովային անվտանգության ապահովողը միանձնյա կերպով լինի Թուրքիան եւ որ այդ ամբողջ օպերացիան վստահվի իրեն, այն հաստատագրել է Մակրոնը այդ մտքի հետ համաձայն է, բնականաբար անդադ խոսվում է, որ այո, դա զինադադարի համաձայնագրի հաստատումից հետո եւ այլն,
Իսկ Ռուսաստանից հետաքրքիր էսպես ռուսական նավթային տանկերների դեմ տեղի ունեցած գործողություններից հետո ռուսական կողմից ավելի կտրուկ հայտարարություններ են, որտեղ տարբեր որակի հայտարարություններ եղան։ Ես նրանց հետ եմ կողմնակից, որ չի կարելի պատասխան տալ այն ձևով եւ այն ժամանակ, որի մեջ քեզ գցել է թշնամին։ Դու ինքդ պետքա որոշես քեզ համար ամենահարմար ժամին եւ քեզ համար ամենահարմար ձևով երբես պատասխան տալու եւ թողնես որպեսի նրա ստեղծած քաոսային վակուումում հենց ինքն էլ առաջնային պատասխանատվություն կրի այդ քաոսը կարգավորելու հարցում, լինի դա Սիրիան, թե Վենեսուելան, դու էլ հենց գլուխանի, դու ես ստեղծել այդ վիճակը, հենց դու էլ գլուխանի Ես քո դոլարի հետևից եմ գնում։ Ես գնում եմ քո դոլարի գլոբալ տնտեսական դոմինանտությունը կազմաքանդելու հետևից։ Ես քո փողն եմ կտրելու։ Դու այս ամբողջ արա, ես գնում եմ քո փողը կտրելու ճանապարհով ու կգա այդ պահը կհասունանա, որ ինձ ուրիշ որակի հարված ես հասցնելու, ես քեզ կխփեմ։ Ռուսական տիրույթում պատասխան էր գրում, մենք ի պատասխան այս գործողությունների պետք է համանման գործողություններ իրականացնենք բրիտանական եւ ամերիկյան դրոշի տակ լողացող Սև ծովում գտնվող նավերի դեմ։ Այս ամեն ինչը Սև ծովը իսկապես Ռուսաստանի Դաշնության կենսական շահերի գոտի է եւ իսկապես Թուրքիայի գործոնը օգտագործվելու է, որպեսզի այնտեղից դուրս մղվեն նախ եւ առաջ հենց ռուսական նավերը։ Եվ դա կլինի, երբ որ Իրանի դեմ հարձակումը իրենց կարծիքով հաջողված համարվի կամ սկսեն, դա էլ է օրակարգում գտնվում, այսինքն արևմուտքի։ Եվ դրա համար Թուրքիան արդեն սկսում է նորից հայտնել, որ ես պատրաստ եմ Ուկրաինայի Ռուսաստանի միջև համաձայնություն կայացնել, ես պատրաստ եմ այն, եւ հիշեք պատերազմից առաջ ասածս այդ Իրանի վերաբերյալ վերլուծությունը, որտեղ ասեցի, որ նշվում էր, որ Էրդողանը միևնույն ժամանակ Էրդողանի եւ Նետանյահուի մասին մի քանի շաբաթից Նետանյահուն հանդիպում է ունենալու Տրամպի հետ, եւ նույն օրը դուրս եկավ լուր Էրդողանը պատրաստում է մի շաբաթից հանդիպել բանի հետ Խամենեի հետ եւ այս զուգահեռ տարա որ Ռայսին սպանեցին Ռայսիի հետ կայանալիք Էրդողանի հանդիպումից առաջ եւ անընդհատ Խամենեի մահվան մասին Խամենեին ոչնչացնելու մասին խոսույթը Իրանում տեղի ունեցող ցույցերի հետ զուգահեռ անընդհատ ընթանում է։ Դրա համար սա ոնց որ տեսակ այսպես համաշխարհային պատերազմի առաջնագիծ է կազմում, այլ ոչ թե այլ ինքը Վենեսուելային է սարեց, ինքն է կգնա այն ինչ կանի։ Սա այնքանով ինչքանով վերաբերվում էր Իրան, Թուրքիա, Ռուսաստան այս հետաքրքիր եռանկյունուն։ Հիմա մի հետաքրքիր բանով ուզում եմ այսպես խոսքս փակել, ես քիչ թե շատ մի քիչ ավելի այսպես խելամիտ ամերիկյան վերլուծություն, ցավոք դրանք քիչ են լինում, որոնք հասկանում են Մերձավոր Արևելք, հասկանում են Ռուսաստանի Դաշնություն առանց վերապահումների նկատի ունեմ, որտեղ կան լիքը վերապահումներով գործող բավականին խելացի ինստիտուտներ եւ ինստիտուցիոնալ վերլուծություններ, ոչ ինստիտուցիոնալի կատեգորիայից կա ուրեմն unheard, heard նկատի ունեն, ասենք ոչխարի հոտ խոսքի, ձիերի երամակետ իմաստով, այսինքն այդպիսի հետաքրքիր վերլուծական կենտրոն կա, որտեղ ամերիկացի վերլուծաբանը ուղղակի այդպես հոդված է գրել է what Putin does next, ինչ է անելու Պուտինը Վենեսուելայից հետո, նկատի չունեն ԱՄՆ-ի հանդեպ միայն։ Նախ ասում է, որ Տրամպի արածի վերաբերյալ Ռուսաստանը լուր կմնա եւ կօգտագործի որպես ստրատեգիական առավելություն, բայց առանց խախտելու միջազգային իրավունքի նորմերը, ուղղակի այստեղ մի հետաքրքիր պարագրաֆ կար, ես հոդվածը կդնեմ շատ երկար է, շատ կետեր մի քիչ տենց գեոքաղաքական միամտություն են իրանց մեջ պարունակում, բայց այս հատվածը, որ ինքը ասում է, որ ուրեմն Մոսկվան կօգտվի այս հնարավորությունից իր մերձավոր արտերկրում որոշակի կարգոկանոն հաստատելու համար, այստեղ շատ հետաքրքիր էր Հայաստանի պահը, որովհետև ասում է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Հայաստանն է, որը փորձ էր կատարում ոչ հեռավոր անցյալում Մոսկվայից շեղվել դեպի Վաշինգտոն, ուրեմն հայտնվելու է այնպիսի կետում, որտեղ արծաթե ուրեմն սկավառակի վրա հետ է հանձնվում Պուտինին, այդպես է գրած ուրեմն հոդվածում, Երևանը վերջերս սկսել է ցույց տալ շատ այսպես
հավելացված ջերմության նշան է Ռուսաստանի հանդեպ տարիներ շարունակ վերջին տարիների ընթացքում դիվանագիտական շեղումներ իրագործելով ընդդեմ Ռուսաստանի դա արդեն նշանակում է որ եւ արդեն որ տեսնում ենք Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է դաշնությունը ցուցաբերում այնտեղ տեղի ունեցող ինֆորմացիոն հոսքերի հանդեպ եւ չի ցանկանում հակառուսականության աճ մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը որոշակի քայլերի է գնալու, Վրաստանի դեպքում ասում է արդեն Վրաստանը Ռուսաստանի հետ այլ որակի հարաբերությունների մեջ է, իսկ այստեղ հատուկ Նիկոլի համար եմ կարդում, եթե լսի։ Ուրեմն ասում է Armenian Prime Minister Nikol Pashinyan shouldn't be terribly surprised if he found himself Maduro'd in future. Ես Մադուրո են անելու։ Այսինքն ինչ է ուզում ասել հեղինակը։ Հեղինակը ասում է, որ այդ կորևերանսները Մոսկվայի հանդեպ այլևս ոչինչ չեն նշանակում, ու երբ որ Մոսկվան որոշի Արտեմովը վզից բռնելու դուրս շպրտելու ժամանակ, նա չնայած այդ որոշումը մենք պետք է կայացնենք ու մենք պետք է անենք։ You will be Maduro'd։ Եղավ։ Ոչ մեկ քո համար աղջիկ հաշելու։ Ես նման հոդված որը Հայաստանի մասին չի, որը ոչ թե գնացել լոբինգ են արել փող են տվել ինչ-որ մեկին, որ ինչ-որ սենց բան գրի, այլ գրում է ամերիկացի, իր ամերիկան սիրող, որոշ չափով ինքը Տրամպ է սիրում, այդ նաիվության մեջ է, որ աշխարհի մեծերը իբր թե որոշել են տենց աշխարհն են իրար մեջ կիսում եւ այլն, ես չեմ կիսում, դա գեոքաղաքականությունը շատ ավելի խորն է, քան այդպիսի ինչ-որ པարզ բացատրությունը, բայց այս պահով ինքը շատ ճիշտ է նկատել Քո համար ոչ մեկ աղջիկ հաշելու, ինձ դուր եկավ եւ ես ուզում եմ այսօրվա վերլուծությունս ավարտել այն հույսով, որ այս տարի մենք անասունին իմպիչ կանենք եւ իմպիչը կլինի այն մեղմագույնը, որ տեղի կունենա նրա հետ։ Այլ ոչ թե ընտրությունների լեզու, այլ ոչ թե այսպես թուրքական օրակարգին Հայաստանը շարունակաբար ծառայեցնելու լեզու, ինչպես որ իրեն պահում է ընդդիմությունը, այլ իսկական ինչպես վայել է ազգային ընդդիմությանը Անգամ impeachment-ը այս անասունին կոմպլիմենտ է, ուղղակի մենք լեգիտիմությունը ապահովելու խնդիրը լուծած կլինենք այդ պայմաններում։ Առանց յետիմ Հայաստանը մաղթում բոլորիս, պետք է ուշադիր հետևենք Իրանում կատարվող իրադարձությունները, հա, այս մի կետը, այդ որ ասում են ռուսական կողմը իր պատվիրակությունը դուրս է հանել կանխարգելիչ պատերազմի եւ այլն, խոսքը գնում է հենց այդ մասին, այսինքն այն որ ռուսական կողմը հանում է իր դիվանագետների ընտանիքներին, բայց դրա մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա եւ ուրիշ երկրների դիվանագիտական անձնակազմերի մասին մենք այդ չենք լսում, հենց Իսրայելյան մամուլը 14-րդ ալիքը վերջապես այսօր էր անդրադարձել դրան, ասում է, որ սա նշան է, որ Իրանը ինչ որ կանխարգելիչ հարցակում է գործելու մեր դեմ, այս ամենը ես դեռևս այս պահի դրությամբ համարում եմ ինֆորմացիոն վբրոզ, որովհետև նույն կերպ ասվում էր նաև իբրև թե Թուրքիայի քաղաքացիներին Իրանի տարածքից են հանում, հետո Թեհրանում գտնվող Թուրքիայի դեսպանատունը այսօր այսինքն այնքան էր տարածվել այդ լուրը, որ Թուրքիայի դեսպանատունը հերքեց, ասաց նման բան չկա։ Հետո իմացեք սենց բան, եւ որ այդ տարածաշրջան այնքան սովոր է, ինչ որ տես նախապատերազմական, հետպատերազմական, համարյա պատերազմական վիճակներին, որ բոլոր դեսպանատները ունեն այսպես կոչված contingency plans ու պրոտոկոլներ ունեն, եւ որ մարդիկ ինչ որ բաներ շարժում են դուրս, ինչ որ ավիաընկերությունների եւ այլն, իրենց թռիչքները դադարեցնում են կամ ինչ որ չվերթները շատանում են, որ մարդկանց դուրս անեն, դա արտառոց բան որպես չի դիտարկվում բուն տարածաշրջանում։ Ես այդ արտառոցությունը մենակ տեսնում եմ ինչ որ հայկական տելեգրամ ալիքներում կամ տելեգրամ ալիքների հայկական ընթերցողների մոտ վայ տեսակ ռուսը հանում է պատվիրակությանը ուրեմն կռիվը լինելու է այդ կռիվը լինելու է այդ կռվի մասին խոսում են դեռևս 12 օրյայի վերջին կրակոցից անմիջապես հաջորդ վայրկյանից ու ըստ այդմ էլ բոլորը պատրաստված են այս ամեն ինչը դրա մասին է ու եթե դա հաջողվի, պարակտվելու է Իրանը, բայց եթե դա հաջողվի ու Նիկոլը դեռ Հայաստանում իշխանությունը, թուրքը ոնց մտնի քուրդ սպանելու արդեն մտել է ու քուրդա սպանում, դրան հավասար մտնելու է հայ սպանի։ Այսինքն հայ ընթերցողի դարդը այդ պետք է լինի։ Դուք թողեք թող ռուսները որտեղ ուզում են ոնց ուզում են թռնեն, կամ ինչի Իսրայելը ընդունեց այդ ռուսական բորտը, բայց ինչ պետք է անի։ Այդ կարող դուք ռուս չեք սիրում, ջանդամին սիրեք, կարող իրանք չեն սիրում։ Դուք ունեք այտենց սամայլոտ, որ կարա թռնի միտեղ, հայերին հանի, որ հայերին չսպանեն։ Անում եք այտենց բան, չեք անում, չեն թակարակը տանում եք հայերին դնում եք ընդե, որտեղ թուրքը պետք է խփի, հայ մեռնի։
ու այդ անասունին դուք վլաստ եք պահել ու գցում եք ուրիշի ջեբը։ Դուք գնացել դմդմփու եք արել, գոռացել եք, ոնց է տենց իրանցիները դրսում ապրող, հա, էլի այդ մոլաները թող գնան, բան, ով է գալու աղջիկ ջան, Ռեզա Փահլավին, արդեն իրանցի ապոզիցիոներներ, ընդդիմադիրներ, քաղաքագետներ ասում են, որ Ռեզա Փահլավին շատ վատ կերպար է, որ ամբողջապես Իսրայելի տնօրինության տակ է, որ նա Իրանի հանրության հասարակության խնդիրների մասին գաղափար չունի, այսինքն դրածո է։ Նման կարծիք նույնիսկ հայտարարել է Ռուդի Ջուլիանին, որի մի ամբողջ տեքստ է գրել, այդ տեքստը հայկական տիրույթում չկա, դա չեք կարդում, դա չեք կարողանում հասկանալ ինչ է կատարվում։ Այսինքն մտնելու են տուպը Իրանի նավթը վերցնեն, Իրանի ռեսուրսը վերցնեն, ունենց անեն, որ Իրանի տարատեսակ էթնիկ համայնքները, կրոնական համայնքները իրար մորթեն։ Ոնց որ Սիրիայում ա եղել կամ Իրաքում կամ Լիբիայում ու Վենեսուելայում ա լինելու։ Ու եթե Վենեսուելան խորանա, Վենեսուելայի կողքի երկրներում ա լինելու։ Դա լինելու համաշխարհային պատերազմը այդպիսին է։ Դրա մեջ ինչ որ տենց վաու բան, անասուն դար է, էլի, անասուն տարի է, անասուն ապուշությունը։ Ինչ որ տենց հմայվել ժողովուրդը ոտքի է կանգնել, նա ցանկանում է, հետո ժողովուրդը տենց ոտքի է կանգնում, գալի թուրքը սախտանում է, հետո ասում է, «Էս Սերժն է մեղավոր, էս է մեղավոր», այն որ դմդմփու էր գոռում լոսում, տրճիկ էր տալիս, ինչ որ Քրիստի Քալաջյան աղանդավորների խումբերք, թե Տիգրովկեն Հաքեինգել երկու չէ, ժամանակ չէր մտածում։ Միշտ ինչ որ ուրիշ մեկը պետք է մտածի այդ մասին, նո, դուք մտածեք, մենք պետք է մտածենք, ես մաքսիմալ դեմ եմ, որ Իրանում նման բան տեղի ունենա, բայց ես տեսնում եմ, որ անկյունում հայտնված եւ կայսերական նկրտումներ ունեցող մի ծերակույտ, օլիգարխիկ, բավականին մութ ուժերի հավատացող հետ չի կանգնում մեծ պատերազմ հրահրելու իր տեսլականից, որը դարերով դրած է եղել իր դարակում, դա նորություն չի։ Այսքանն է այսօր, շնորհակալություն եմ հայտնում եւ հաջողություն եմ մաղթում։ Հաջողություն։